Բարև սիրելի Օլիմպոս եւ Օլիմպոսցիներ, ողջունում ենք ձեզ մեր Երևանյան տաղավարից եւ հրավիրում մեր սոցկայքեր եւ YouTube։ Այսօր մենք ունենք շատ սպասված հյուր, այսօր մեր հյուրը Հայաստանի մարմնամարզության հավաքական գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն է, բարև ձեզ պարոն Սերոբյան, դուք հերթական անգամ մեզ ուրախացրել եք եւ վերադարձել եք աշխարհի առաջնությունից մեդալներով։ Ուզում ենք մեր զրույցը սկսել խոստովանությամբ, թե որքան շատ ենք հիանում ձեզնով եւ ձեր թիմով, նրա արդյունքներով եւ ձեր աշխատանքն էլ նախորդ տարի եւս մեկ անգամ դրա վկայությունն էր, դուք Հայաստանի լավագույն մարզիչ ճանաչվեցիք, ինչ կասեք ընդհանուր ձեր թիմի մասին։ Առաջին շատ շնորհակալ եմ այդ գնահատականի համար, մեզ լավագույն մարզիչ ճանաչվել իմ շատ անսպասելի եղավ։ Ես կլինեմ օբյեկտիվ ու փորձում ենք ամեն հարցում լինենք օբյեկտիվ, որովհետեւ ես տեսնում եի, որ ամբողջամարտը 2 մեդալ է տարել։ Դրա համար ես ճիշտն ասած չեմ սպասել, զանգել են շնորհավորել են, ես շնորհակալ եմ գնահատականի համար։ Ու դա պարտավորություն է եղել, որպես մարզիչ ուղղակի այնց աշխատանք տանենք, որ իրոք բոլորը համոզեն, բոլորը տեսնեն, ի տարբերություն լրագրողների, ձեր բոլորի, որ հետևում եք, դուք գիտեք մենք ճանապարհ ենք անցնում, բայց բոլորը չի որ գիտեն թե ոնց է այդ ճանապարհը անցնում, ինչ ֆինանսական պայմաններում, ինչ պայմաններում, պարապում ինչ գործիքների վրա։ Բայց շատ լավ է, ես օրինակ գնացի տեսա, մի ամիս է մենք Երևանում չեն գնացի տեսա, թե դպրոցը ոնց է կառուցում, շատ արագ է կառուցում, այդ իմ երազանքն է, ու մեր մանրամարզիկներ 25 տարի աշխատել ենք, որ ունենք այդպես պայմաններ, որ լավ լինի, հենց որ հիմա ասեմ վերաբերմունքը շատ լավ է կառավարությունից, քանի որ կրկնապատկվել է, պարգևավճարները, բոլոր տղաներն են նորմալ գնահատում են, թե ֆինանսապես պետք չի էսի ինչեր, բարձր գումարներ, շատ առաջարկներ ա լինում, բայց թե մարզիչը, թե մարզիչները, թե տղաները, որ դրա 1/3-ն է լինում է Հայաստանում, անպայման մենք Հայաստանում այսօր կա այդ պայմանները, ու դպրոցն է կառուցումը, դրանից շատ շնորհակալ ենք, ու աշխատում ենք հանգիստ, համեստ կյանքում եւ ոչ մեկ մանրամարզության մարզիկը, թե մարզիչը չի կարող ասի, թե ինչ կլինի, որովհետեւ եթե ուշադիր հետևում եք, մի 18-ականը շատ բան է փոխում, իսկ մանրամարզությունը, բայց այդ մրցավարականը սուբյեկտիվ մարզաձև է, դրա համար պետքա քիչ խոսալ, փորձել շատ անել, ինձ թվում է հիմա մինչեւ այսօր ստացվում է դա, ու տենց էլ շարունակել ենք, բայց աշխատել ենք, կռիվ ենք տալու, ամեն ինչ անելու ենք, ես իմ հոգու մեջ պատրաստել եմ աշխարհի չեմպիոններ, այդ կոնկրետ վերաբերում է նժուր թափերի վրա, ոչ թե մեկը կարող մեկը ներ, կարող մյուսը ներ, դա բոլորին բարձ է, Դավթյան Արտուրովը ինքը պրոֆեսիոնալ է, օլիմպիական չեմպիոնն է պարտվել, պայքարեց մինչև վերջ, կռիվ տվող տիպ է, ես այլ ասել եմ, ասում եմ, շատ հպարտ եմ, ինքը մարզումների ժամանակ այդպես ցույց չի տալի, ոնց որ մրցումների, սա շատ Ինչից է այդպես, հաստատ կիմանաք։ Ինքը որ պրոֆեսիոնալ է, ես հասկանում եմ, թե տարիքն է 33 տարեկան է, ինքը իր էներգիան ճիշտ տեղ է օգտագործում, այն ամենակարևոր տեղը, ու ինքը ցույց է տվել մի քանի անգամ, օրինակ չէր ստացվում, տենց մարզումների ժամանակ ոնց որ մենք ուզում ենք, ես ճիշտն ասած իր վրա չէի ջղայնանում, որովհետև ես իր վրա վստահ, ես քեզ ճանաչում, ես քեզ վստահում եմ ու գիտեմ տենց է։ Ի տարբերություն մյուսներին, ասենք տղաներին, ներվայնանում ես, դեռ շատ ես ուզում ջղայնանում ես, մի քիչ է կողքից որ նայում են, ասում են շատ է պահանջում, ախր ես գիտեմ ուր եմ գնամ, ուր եմ տանում։ Հենց չի որ մեր մեջ բավարարում ենք, այո, աստծուց ուզում ենք մեդալ լինի, դա շատ լավ է, երիտասարդներ նոր մտել են, արդեն եզրափակիչ մտնել են, մեծ արդյունքեր, շատ մեծ արդյունքներ։ Դա բոլորի համար, մեր համար է, բայց պատրաստվում ենք աշխարհի չեմպիոն։ Ես իմ հոգու գիտեի ինչա։ Ես հետո որ նայում եմ արդեն մարզիչ պարապում ենք, հետո նայում եմ որպես մրցավար ես։ Արդեն 20 տարվա մրցավար եմ, գիտեմ ինչ սխալները, որ տեսնում եմ, որ ես մի 18-ականը կարակ չտանք ուղակի, ես ասում եմ, այս հարցում մենակ եղեք առատաձեռնում եղեք, մի տվեք մի 18-ական, պետք չի, 18-ականը շատ բան է։ Դրա համար պայքարում ենք երեխեքին շատ ստիպել, շատ չարչարեցինք, հա, Դոհայում շատ չարչարեցինք, բայց իրանք կարող միգուցե իրանց մեջ նեղում են, բայց ճանաչում են, գիտեն, իրանք իմ թորնիկների նման, ես իրանք շատ սիրում եմ, իսկ եթե մի ծնողը շատ ուզում, որ գիտի պոտենցիալը կա, դե արդեն ռոբոտ չենք, ներվայնանում աջղել, բայց հետո արդյունք որ լինում է,
ինչ որ եղավ մրցումներից հետո վերջ։ Արդեն գնում է հումոր, գնում է ուրախություն, բայց այդ ազդեցությունը կա։ Հիմա ես տեսնում եմ իրանք, որ արդեն ինձ պետք է հանձնեն, ձեռք են բարձրացնում են վերջնական, իրանք ավելի շատ են լարում, քան թե աշխարհի առաջնությունը։ Դա շատ լավ է իմիջիալոց։ Աշխատում ես շատ չգնամ կողքները, որ այդ ազդեցությունը լինի, որ արդեն պատասխանատու փորձ է, որ այնքան իրանք արդեն այդ լարվածությունը զգան, որ աշխարհի առաջնությունը արդեն մասնակցում է, որ ոչ մեկին չնայեն, ու ես գիտեմ, որ իրանք էլ անում են ու նայում են, գոհ ենք թե գոհ չենք։ Կարևորը դա է անում։ Դե մենք էլ ասում ենք, ինչ որ սովորացնում ենք, դուք պարտավոր եք անելու։ Սա է։ Հիմա հասկացանք, թե որտեղից են գալիս արդյունքները, բացի այն, որ դուք շատ խիստ եք, առաջին հերթին ցանկանում են ձեզ գոհացնել։ Ահա, դա տենց էլ կա, իրանք էլ են ասում, որ դե գիտեն, արդեն համոզվել են, փորձել են այդ ամեն ինչը առաջին անգամ չի մրցումներ, իրանք տեսնում են, որ արդեն մենք անում ենք, օրինակ Համլետը երևի 40 անգամ, 50 անգամ արել այդ վարժությունը, այդպես թերություն ինքը բաց չի թողել, ոնց որ տեղնագրավը շատ քիչ ազիջ է, ցավալի պետք է են, հա, դե տենց ելնում է, ես էլ ասեցի, Համլետը այս տարի մեծերի մեծ մասնակցել է աշխարհի գավաթ բացարձակ չեմպիոն, եկել է Եվրոպայի բացարձակ չեմպիոն մեծ ասակների, եկել է համաշխարհային ունիվերսիադա չեմպիոն, Մամիկոնը չէր ստացվում, ընկնում էր 4-րդ տեղ, եզրափակիչ ընկնում էր 8-րդ տեղ, այս անգամ փոխվեցին տեղերով, եթե կա մրցակցություն շատ լավ է, բոլոր տեղերում։ Արդեն սկսում են իրար հետ թեկուզ պայքարել, նրանք շատ լավ ընկերներ են, իմիջիայից ասեմ, շատ լավ ընկերներ են, բայց իրանք պայքարում են ու մեկը մեկին արդեն օգնում է, որ ավելի առաջ գնա, այնց որ հետո ամենակարևորը թիմը շատ լավ թիմ է, ընտանիք է։ Ոնց եք կարողացել, պարոն Սերոբյան, մենք միշտ նայում ենք եւ ուրախանում ենք եւ փորձում ենք այդ գաղտնիքը գտնել։ Սովորել ձեզնից։ Գիտեք ոնց։ Միտեղ ցանկացած ընտանիքում, ուղղակի մեր հայկական ընտանիքում, մեր հայկական ընտանիքի նման, այսինքն մեծ, միջնեկ, փոքր, թիմ, ծնող, այս հարաբերությունները կամ են մեկը իր տեղում ժամանակի ընթացքում եթե լինում է արդյունք, հա, քիթները չեն բարձրացնում, որովհետև ես ասում եմ, չբարձրացնեք կյանքը կպատժի, Աստված կպատժի, ես պատժող չեմ։ Ուղղակի ասում եմ, կարևոր լինեն համեստ, մեծին հարգող, եթե սովորում են այդ ամեն ինչը դահլիճում մեր ընտանիքի մեջ, արդեն իրանք կյանքում են լինում։ Օրինակ սիրում են մեր տղաներին, հավասարական արդյոք բոլորն են սիրում։ Տարբեր ազգեր գալիս են, օրինակ երկրորդ տեղը գրավել բոլորը գալի ասում են, ասում ինքը ամենալավագույնն է։ Ինքը քիթը չի բարձրանում, մեկը մի հատ արդյունքի է հասնում, արդեն քիթը բարձրացնում է։ Պետք է այս ամեն ինչը լինել, հետո ամենակարևորը մեկի արդյունքը բոլորինն է։ Մերի տարբերություն նրա որ նայում են ասում են ինչ պետք է որ հաղթեցինք, ինչքան գումար պետք է ստանանք։ Ես ես վստահեցնում եմ Արտուրից վերցրած, հա, օլիմպիական երկրորդ ոչ ես գիտեի, ոչ ինքը գիտեր երկրորդ տեղը ինչքան պետքա պարգևատրվի, որտեղ դա առաջնայինը չի։ Շատ պետքա բոլորին։ Հետո են նայում ֆինանսները շատ կարևոր է, նորից եմ ասում, շատ լավ է։ Ու մեր մեջ sense մի հատ բան կա, եթե կարող մեկը այսօր հաղթի, մյուսը չհաղթի, իրանք կարում են մեկը մեկին իրանց ձևով անպայման ուշադրություն դարձնել։ Դժվար է որ հենց հանում են գումարել են տալի, մյուսն բոլորի արդյունքն է։ Այս ամենակարևորը չեն նախանձում իրար։ Գիտեն, որ այսօր ինքը այն մյուսը կպարտվի, մեկը մյուսը կպարտվի։ Այնպես որ կա այդ պահը, եթե տենում է եղբայրը, ասենք դառավ, ինքը միլիոնատեր, ուրեմն ինքն էլ է միլիոնատեր, բայց եղբայրը եթե իրան հեչ բանի տեղ չի դնում, գիտը բարձրացնում, բնականաբար չես։ Էսա մի հատ ընտանիքի մեր ձևի մի հատ մոդել է։ Բայց մանա խիստը վատամարդը ես եմ, հա, որտեղ խիստ եմ խփահանջում եմ։ Բայց ասեմ, սա պայմանավորված է։ Պայմանավորված է մեր մարզիչների հետ։ Օրինակ խոսում ենք, դե բնականաբար բոլորը չպետք է սկսեն ջղայնանալ, ես կջղայնանամ։ Հա, ջղայնը դուք եք։ Հա, ես վատամարդը ես կջղայնանամ, օրինակ Հայկի հետ ենք պայնում, Ինգերսոսի հետ ենք պայնում, որ գնաց ենքում դուք ընդհակառակը։ Որտեղ պետք է տենից, հա, դե բոլորը ոչ են ջղայնալու, թող փախնեն կոպիտ ասած։ Հետո բայց հասկանում են, ես վստահ եմ, այսօր Մամիկոնը Համլետը 18 տարեկան այդ ամեն ինչը հասկանում են, որտեվ Մամիկոնը երբ որ ասենք արդեն մեդալը հաղթել էր, իրան տանում էին լրագրողների պահը, մոտ ես տրիբունայում եմ ելնում, ես չեմ կարող այնտեղ էմոցիոնալ եմ, տրիբունայից կարող եմ ամեն ինչ ասեմ։ Հենց պահի տակ ինձ տեսավ, բոլորին թողեց վազելով եկել ու առաջի բառը շնորհակալություն հայտնել։ Որ ես ջղայնանում եմ, ասում այո։ Այնպես որ հասկանում են իմ կարծիքով գաղտնիքը դա է։ Գործիքները, պայմանները թողանք, բայց ամենակարևորը դա է, երբ որ բոլորը մի հոգու մասին մտածում են։
Էսի ամենակարևորը։ Ինձ թվում է նաև գիտեք ինչն է դուք օրեր առաջ այնքան սիրուն բան ասացիք, ես չեմ թողնի Արթուրը վարժությունը բարթացնի, որովհետև նա իմ տղան է, ես չեմ թողնի նրա առողջության հաշվին ոսկե մեդալ նվաճենք։ Ինձ թվում է այդ գեր հոգատարությունը իրար սիրելն է նաև օգնում, որ դուք այսքան լավը լինեք միասնական։ Իմ կարծիքով դա գեր հոգատարությունը դա նորմալ է։ Ես ասեցի ընտանիքը ոնց կարա ծնողը որ իմանա վտանգ կարա լինի ու գնա, եթե իսկական։ Բայց ոչ բոլորի մոտ է այդպես դրա համար։ Դե չեմ կարող ասեմ, շատերը կան, կարող է մենք չգիտենք, չենք տեսնում, եթե նորից եմ ասում, ընտանիքի նման, ես գիտեմ, որ ստե վտանգ կարա լինի, ոնց կարող է թույլ տա։ Այո, խիստ կլի, այո, ջղայնանում են էս մի արա, այն մի արա ծնողը մյուս, բայց այդ ամեն ինչը անում են ում իր համար, բայց վտանգը շատ վտանգավոր մարզաձև է, որովհետև վերջերս եղավ կանոնադրությունը դրա համար փոխվավ, ասենք Պարանոցի կոտրված եղավ, պարալիզացվեց իտալացի մարզիկը, ամբողջ թիմը չմասնակցեց։ Ինդոնեզիայի մարզիկը մահացավ։ Կան չէ վտանգներ, դե դրանցից ասված եմ հեռու տանի, բայց կա որ վնասված իրանք արդյունքներ ունեն, հետո վերջը թող չունենան արդյունք լավ մարդ լինեն։ Իրանց հասարակության ընտանիքին, մեզ բոլորիս պիտանի մարդիկ լինեն, դա ամենակարևորը։ Էդի նորմալ է, գեր հոգատարությունը դա շատ լավ չի։ Դա նորմալ է, ես տենց եմ համարում։ Ցանկացած մարդ, որ իրան համարում է իր տղան փորձարկումներ չի անի, կնայի ուղակի, որ առաջինը լինի առողջ։ Մարդ լավ մարդ, մնացած ընթացքում կնի, Աստված գիտի, թե չի լինի, թողնենք։ Արթուրից եւս մեկ հարց, նա 2016 թվականից սկսած շատ կայուն ելույթներ է ունենում, սկսել է մեդալներ նվաճել ու մինչ օրս շարունակում է։ Մենք տեսնում ենք այդ հաղթանակները, նվաճումները, բայց նաև գիտենք, թե որքան դժվար ճանապարհ է անցնում, ինչքան վնասվածքներ է ունենում, այդ կողմի մասին ենք ուզում մի քիչ պատմեք, միասին ինչեր եք հաղթահարում։ Շատ դժվար է եղել, շատ երկար ճանապարհ է, սա ուղղակի մի բառով ասելու չի, շատ չերկարացնեմ։ Ուղղակի իրանք սովորել են, որ պետք չի բողոքել, բոլորն են կարան բողոքեն։ Հա, մրցավարները քիչ գնահատան, կարան ասեն, բայց սա է, ինչ որ կա։ Դե ես մրցավար եմ, տեսնում եմ, բայց ցանկացած դեպքում ասում տղերք, եկեք կնենց արեք, անենց անենք, որ տեղ չունենան։ Ոչ մի խնդիր։ Ու մենք այտենց էլ աշխատում ենք, անենց անենք մի գլուխ բարձրնենք, որ ինչքան էլ ուզենան, հա, քիչ գնահատական դնեն, թեկուզ, բնականաբար սուբյեկտիվ մարզաձև է։ Ես մրցավար եմ, գիտեմ ինչ եմ ասում, չկարենան, տեղ չունենան։ Իմիջիալոց ասեմ, այս մրցումներին աշխարհի առաջնություն նժույգ թափեր ու հենացածքեր։ Իմ դե մենք ունենք հարաբերություններ մոտիկ, ծանոթ, մյուս, դա անպայման գործում է, հա։ Ոչ մեկ չկար։ Իրանք ստացել են իրենց գնահատականները։ Ինչ արել են, դա ստացել են։ Ու ես շատ ուրախ եմ, որ այսպես թողել ենք, իրանք ստացել են։ Միգուցե, եթե մի քիչ ծանոթ կամ մյուս ավելի հոգատար լինեին, հա, ոնց որ մարզիկները, մրցավարները, Մամիկոն աշխարհի չեմպիոն կդառնար հաստատ, Արթուրը կդառնար աշխարհի չեմպիոն, որտեղ տեսնում եք հավասար գնահատականի պարագայ է։ Դա ուրեմն ինքը արել է այդ ամեն ինչը։ Ես կոնկրետ Մամիկոնին համարում եմ, որ ինքը աշխարհի չեմպիոն է։ Կոնկրետ Մամիկոնին։ Իսկ Արթուրը նա շատ լավ արեց։ Ուղղակի ճիշտ որպես ինչքան ուզում ա լինի, Արթուրը բերեց 0.33 հետ օլիմպիական չեմպիոնը շատ լավ կատարեց։ Փաստը մնում է փաստ, բայց Մամիկոնը ինքը աշխարհի չեմպիոն։ Կարող էր։ Պարոն Սերոբյան, կուզեի խոսել նաև երիտասարդների առաջնությունից, որին ցավոք սրտի մենք չենք մասնակցելու, բաց ենք թողնելու ֆինանսավորման խնդիրների պատճառով։ Կուզեինք սրա մասին խոսել, կանդրադառնաք։ Հիմա ասեմ, առաջինը երիտասարդ մենք այդքան ուժեղ չունենք։ Ես գիտեմ ինչ են ակնկալում բոլորը, դուք էլ, մենք էլ, որ ասենք Մամիկոնի Համլետի նման տղաներ։ Համլետն ու Մամիկոնը 18 տարեկանում կարան մասնակցեն համ աշխատանքի երիտասարդներ, համ մեծահասակները։ Ի տարբերություն մյուս մարզաձևի, որ ես տեսնում եմ, կարա մասնակցի մեծահասակները, հետո գնա երիտասարդ։ Մեր մոտ չէ։ Մենք տարվա սկզբից որոշում ենք մեծահասակ եք մասնակցում, թե երիտասարդ։ Որը որ մասնակցենք, էլ չենք կարող փոխենք։ Սա է։ Հիմա մենք երիտասարդներ ունենք, բայց այդ մակարդակի չունենք։ Բոլորը ես գիտեմ ակնկալում են, որ պետքա գնան ու եզրափակիչը, ասում բոլորի մոտ շատ մեծ բան է, բայց մեդալներ։ Մենք այտենց տղա այսօր չունենք, ունենք։ Անես չի որ վերջի տեղը գրավի, չէ, նորմալ տղա է, բայց եզրափակիչը ես կասկածում, կարող անգնի։ Կասկածում եմ, այտենց չի։ Թույլ են տալի միայն թիմայինները, հատուկ թիմերին, որ մասնակցում են, թույլ են տվել, որտեղ չորտեղն էին գրավի Անտալիայում,
մենք պետք է ասենք, չէ, բայց մի հոգի պետք է մասնակցել, որովհետև մենք եթե մյուս աշխարհի առաջնությունը երիտասարդներ, մենք թիմով հաստատ չենք կարող մասնակցենք, 4 հոգի, այսինքն չենք կարող տանենք, պետք է մի հոգի տանենք, թույլատրելու։ Հիմա այս օլիմպիական բանը երիտասարդների մրցումներն էլ լինելու, երիտասարդներ օլիմպիական խաղեր ես չեմ հիշում որտեղ է, բայց այդ որակավորման փուլեր պետք է անցնեն։ Դրա համար մեզ մասնակցությունը պետք էր, որ մասնակցեինք։ Վերջ այդ ֆինանսավորումը պահի ես տեսա, որ ասենք չի կա հերիք հասնում, որովհետև ես ասացի աշխարհի առաջնությունից առաջ ուղղակի արդեն տատանումները բասոն արագ ստացվեց, մենք գնացինք աշխարհի առաջնությունում մասնակցենք, էդի թողեցի արդեն մի կողմի վրա, դրա համար հիմնականում պատճառը ֆինանսավորումն է, ֆինանսների չի ելիքում, ես ինչի համար եմ ասում, եթե սկզբից տարվա հիմնական իմ բարձրաձայնելը սա է, արդեն երկրորդ տարին է։ Ինչ գումար որ պետք է լինի, ասենք 100 միլիոն կամ 10 միլիոն, չգիտեմ, մենք իմանանք սա է, տան, մենք տեղավորվենք դրա մեջ, արդեն նկատի ունենք սա, բայց մեզ ասվել է կլինի, հետո կավելացնենք։ Ինչ է նշանակում կավելացնենք, չգիտենք ինչքան կավելացնեն, ոնց կավելացնեն կամ մյուս։ Հիմա եկավ փաստորեն այս վիճակը կանգնեց։ Ախ չեն հասկանում, որ պետք է։ 3 ամիս առաջ արդեն մենք տալիս ենք հայտը, բացի հայտը, պետք է տանք, ասենք, հյուրանոցի կես գումարը, հետո մյուս գումարը, մասնակցության վճար շատ հարցեր կա, եթե չէ ոչ, վիզայի, օրինակ գնում ենք Ինդոնեզիան, ամեն մեկին, եթե չեմ շփոթում, $130 գումար պետք է մուծվեր։ Սպասում եմ, որ վիզան տան, այդ գումարը պետք է փոխանցենք որ տան։ Այդ ամեն ինչը պետք է լինի մի քիչ շուտ, ասենք, սեպտեմբերին, հոկտեմբերի երևի սկզբներին, հոկտեմբերի 10-ին նոր գումարը փոխանցվեց, բայց մենք արդեն հավաքին ներկա ենք։ Պետք է այդ հավաքանցենք, մենք չենք կարող այս հետաձգենք։ Ուղղակի վիճակի չենք։ Հավաքը պետք է անենք, հետո գնանք մրցումների։ Ֆինանսավորում որն գոնե սեպտեմբերին պետք է լինի։ Այո, ասել են։ Խնդիր չկա, հետո ֆինանսավորել են։ Խնդիր չկա։ Իմ հիմնական բարձրաձայնելը նա է, որ հենց սկզբից մեր հասանելիք ինչ որ կա, այդ գումարը տան, պետք չէ հետո ավելացնենք։ Հետո ասենք լինում է խոսքա լինում, ես չեմ ասում են, մենակ ձեզ ենք հեսա բարձրացնում։ Փաստորեն մենակ մեզ չի, երկրորդ անգամ շատ ես ուրախ եմ բոլոր մարզաձևերը ավելացրել են։ Ուղղակի նայեք ըստ արդյունքների, տեսեք, կարելի է թե չի կարելի, եթե չի, ոնց որ ասած չի հասնում, չէ, բան չունեմ ասելու։ Խնդիրը նորից եմ ասում, սկզբից գումարը տրամադրելն է։ Հուսով եմ մյուս տարի տենց կլինի։ Էսի երկրորդ տարին, առաջի տարի ես ասենք խոսացինք, մեր ֆեդերացիայի նախագահան անձամբ ասել է, փորձել է ու հավաստիացրել է, որ կլինի։ Բայց իրաներ են հավաստիացրել։ Մյուսին է, ես չգիտեմ ինչն է։ Ուղղակի ես տեսեք երկրորդ տարին է, սա լնում է, ես հիմա եմ բարձրացային։ Որտեվ ես նստել եմ, սպասել ենք, իրոք համեստ սպասել ենք, կլինի։ Մեկ է մյուս տարի կլինի։ Ես իմ չգիտեմ խնդիրը ինչու՞մ է կայանում։ Մեկ է մինչև այսօր չենք հասկանում, թե մենք կա չէ դասակարգում առաջի կարգի մարզաձևեր։ Մարմնամարզությունը բարձր։ Ես չգիտեմ մենք առաջի կարգում ենք, թե երկրորդ օլիմպիական խաղերի։ Իսկ մոկի առաջի կարգում եք, որովհետև ամենադիտված եւ պահանջված մարզաձևերից է մարմնամարզությունը։ Չէ, դրա այդ մրա մասին չխոսքը Հայաստանում։ Հայաստանում առանձին։ Օրինակ Հայաստանի չեմպիոնը, ես լավ չեմ սուտ չասեմ, լավ չեմ հիշում, կարծեմ Հայաստան չեմպիոնը 30,000 դրամ է, եթե առաջի կարգի մարզաձևերից է։ Իսկ երկրորդ կարգին 20,000 դրամ է։ Տենց է, էլի մենք չենք կարա։ Այս մյուս ով բյուջետավորում, ֆինանսավորում առաջիկան բնականաբար ավելի շատ է լինում երկրորդին, հետո սենց։ Ձեզ ոնց են անում։ Ես լավ չգիտեմ։ Մենք չգիտենք որ կարգում ենք, ասում են առաջին, բայց հիմա Հայաստանի առաջնությունն է լինելու երիտասարդների։ Մենք չենք կարող առաջի կարգի պարգևատրենք, երկրորդ կարգի պետք է պարգևել։ Չգիտենք որտեղ ենք։ Ես ոնց պետք է նեցեմ։ Չի ասի, ես ուզում ասեմ, մեզ հստակություն է պետք, այսքան բան ենք։ Խնդրում։ Մենք բողոքող չենք, բողոքող ենք շուտ բանից։ Չէ, չենք բողոքում։ Էսի պայմանը ինչ էլ անում են, այնքան գոհ շնորհակալ եմ գոհ ասում ենք։ Արած իմալ ասում ենք։ Շատ բաներ կա, որ չի լինում, չենք ասում։ Ուղղակի արդեն գալիս է ինչ-որ հարաբերության բաժակը, անորոշ վիճակ է։ Ինչքան պետք է մենք ֆինանսավորվենք, որ գլխավոր մարզիչը հավաքում ենք մարզիչները խորհրդակցում ենք, այս մրցումը գնանք, ստեղ գնանք, քանի հոգով գնանք, ինչ գնանք, մոտավորապես գումարներն ենք մենք արդեն մոտավորապես, որտեղ մանավանդ տոմսերը շատ անխնկան կանխատեսելի է։
2 ամիս առաջ, ֆինանսավորումը 2 ամիս առաջ են, ասենք խոսքի օրինակ 200,000 դրամով կառնենք, հա։ Գալիս է 10 բոլորը գիտեն 10 օր առաջ 500,000 դրամա տանում ու մեկ էլ միանգամից ինչի այդ գումարը որ տրամադրեցին միանգամից գնաց ու չեղավ, որտեղ վերջում տոմսերը, ամենավերջի արդեն տոմսերը մենք չկարեցանք։ Մենք հավաքից 7 հոգով մեկնում ենք, հետո ասենք Նազարյան Հայկը, մարզիչ մեկը Անտոնյան Սահակը, ղեկավար, եկան Երևանից, բայց մենք չկարեցանք իրար հետ գնանք, որտեղ այս տոմսերի հետ կապը գումարները գնում է հենց այնց հագնում։ Կարելի է տնտեսել, եթե թույլ տան, եթե շուտ լինի ֆինանսով, մենք կարող ենք տնտեսենք այդ ամեն ինչը, հաշվարկներն անենք։ Պարոն Սերոբյան, որ վերադարձել եք նախարարության անդամների հետ հանդիպում եղել է, թե չէ, կամ իրենք անմիջապես իրենց ասել եք հիմա աշխարհի առաջնությունից հետո։ Դեռ հանդիպում չի եղել, բայց մինչև այդ ես հանդիպել եմ մեր նոր փոխնախարարի հետ, համաշխարհային ունիվերսիադայից հետո էր, հա, հանդիպել ենք Համլետին հրավիրել է մեր Գաբրիել Հովանեսը, ուսանողական նախագահ շատ նոր, դա հանդիպել ենք, ես ասել եմ, շատ լավ իմ մոտ տպավորություն թողնե, որ ինքը փորձել է հասկանալ, ինչն է խնդիրը, ինչն է պատճառը, ինձ թվում է ժամանակապետ, որ ինձ թվում է ժամանակապետ, որ հասկանալ իմ մոտ շատ լավ տպավորություն ա եղել, որ ու ցանկացել է, որտեղ շատ հետ ես հասկանում եմ, հա, որ ինչ է պատճառը, ոնց անենք, ինչ անենք։ Իմ կարծիքով հասկացան, ուղղակի հիմա այս բաների հետ կապված ուշ է։ Այ մյուս տարի, դե հուսանք մյուս տարի արդեն ամեն ինչը կերևա, ես համոզված եմ կլինի, որտեղ շատ լավ տպավորություն, որտեղ կտրուկ չէ ուշադիր լսվելու, ամեն ինչը փորձել է հասկանալ, հա, փորձել հասկանալ, շատ լավ տպավորություն է իմ մոտ թողը։ Ես մի քիչ երևի առաջի անգամ էր sense լրիվ բարձրաձայն ասեցի, հասկանա, հետո մարդիկ են գալիս են նոր են աշխատում, հա, այդ բնակավարում։ Ոնց կարան մի անգամից իմանան։ Չեն կարա իմանալ։ Ուղղակի ժամանակապետ, դրա համար ես բարձրաձայնում եմ հիմա կարելի է իմանալ, հասկանալ։ Իմ կարծիքով ամեն ինչը նորմալ կլինի։ Եթե այս նույնը կկրկնվի, մենք էլի աշխատելու ենք, մենք էլի փորձելու ենք, անելու ենք, թե վերջում ինչ կստացվի, ոչ մեղավորներ չենք ման գալու, ոչ մեկ մեղավոր չի։ Եթե մենք գնանք մի բան այն չլինի, ասենք արդյունքներից կամ բան, ես գտնում եմ առաջինը մեղավորը ես եմ, որովհետև հաղթանակը մարզիկին եմ, պարտությունը մարզիչին է, ճիշտ է։ Ուրեմն ես ինչ-որ մի բան թերացա, որովհետև մենք անցել ենք այս ճանապարհը։ Մենք շատ լավ գիտենք, ինչպես եք անցել։ Ոնց ենք արել։ Կգտնենք ճանապարհը, վստահ եմ ասում։ Կգտնենք ճանապարհը, չենք նվնվալու։ Ուղղակի կարելի ամեն ինչ շատ հեշտ ու ավելի պարզ անել, որ ոչ դուք դժվարությունների առաջ կանգնեք։ Դե որ ըլնում է, ասենք գիտեք ոնց, ես տղաներին արդեն 25 տարի է գլխավոր մարզիչ եմ, տղաները, որ եկել են ժամանակի ընթացքում ֆինանսավորումն է, մյուսն է, բոլոր թիմերը գալիս են շատ այնպես քանակությամբ, մենք քիչ ասեմ տղեր ջան, եկեք Եվրոպա մեդալ կտանենք, ֆինանսավորում կողնա։ Հետո չեմպիոն կդառնաք, սենց, շարունակ, դե ասենք այդ ճանապարհը 10 թվից սկսեց։ 15 տարի է ու ես իսրտե ես հավատացել եմ, ասել եմ, բայց փաստորեն դուսա գալը խափում է տղաներին, դելով դու տենց էլի այդ ձևի մենք գնացել ենք, նորից եմ ասում, մենք սովորենք այս ամեն ինչին։ Ու մենք արել ենք, մեր տղաները արել են։ Ես անձամբ մարզիչ ինչ կարեցել եմ արել եմ, դպրոցն է կլինի իմ երազանքն է, հա, արդյունքների շնորհիվ, այո, կառավարությունը շատ հետաքրքիր, շատ ուժեղ բան է սարքում։ Ես այնքան եմ ուրախանում, որ հիշում եմ ինչ է սարքվելու այդ պատրաստվելու։ Չի եղել։ Երևի տես մեր տարածաշրջանում այսօր ամենալավն է լինելու, այտենց դա։ Բոլորս ենք սպասում։ Բայց արել ենք, բայց հետո իմ մտածել ախր մեր երիտասարդները հետո ունենք ապագայի մասին ապագա ունենք։ Ես հոգնել եմ, այդքան թռիչներ, դու գնում եմ, մնում եմ այդքան ուղղակի ասենք շատ է թռիչներ լինում, հոգնում ենք։ Երիտասարդներին ես այդքան եմ մեծ չեմ 56 տարեկան եմ, հա։ Բայց երիտասարդներին պետք է ճանապարհ տալ։ Ես սովորցնելու եմ ճանապարհ, երբ որ երիտասարդները։ Բայց դուք հենց տենց էլ անում եք եւ մրցավարներ եւ մարզիչները այսքան երիտասարդացան, դուք շատ առաջ եք տանում։ Գիտեք ինչի՞ց, հա, որովհետեւ ես որ երիտասարդ եմ եղել, ինձ ոչ մեկ չի օգնել։ Չեն օգնել։ Ես այդ իմ կաշի վրա զգացել եմ, ես այդ երիտասարդներին որ տենում եմ, ես եմ եղել այդ ժամանակը տենց, ուզում փորձեմ օգնեմ, որ իրանք այդ չես, ես ամեն ինչը զգացել եմ, չեմ ասում։ Իսկ ինչպես է այդ պահը եղել, որ սկսել եք ձեզ էլ հավատալ թիմին էլ ու հասկացել եք, որ այո, ձեզ մոտ ստացվելու է այդ բեկումնային պահը որոշումը։ Միշտ չենք հիասթափվել։ Տեսել ենք, սկզբից անհնարին է, թվացել անհնարին,
բայց փորձել ենք աշխատենք, հիմնականում սկսել եմ հավատալ, երբ որ ես գնացի, ես դրա համար եմ գնացել, մրցավարական քննություն տվել, դառը մրցավար ու հասկանամ ինչ է կատարվում, որ դեպքում ինչ ես տեսել եմ կարելի է, այտենց գտնել մակրության հաշվին, ոչ թե բարդության հաշվին, այլ մակրության հաշվին գնահատականներ տանել։ Այս է եղել հիմնականում շատ կարևոր է մրցավար լինել, հասկանալ դրանից։ Ես գնացել եմ փորձեմ, ես տենամ ինչքան եմ ես հասկանում, որովհետեւ պետք է իմանամ մեր շատ նուրբ է, էլի, ոնց որ նախադասություն ես գրում մի ստորակետ այս կողմ, մի ստորակետ դեպքում, հոպա, միանգամից փոխվում է։ Այսօր փառք Աստծո, գիտենք, մեր բոլոր երիտասարդները գիտեն, որ այնտեղ սխալ է, այնտեղ ես այդ սխալները կոպիտ ասած փոսերը լրիվ ընկել եմ, ես իմ կաշի վրա զգացել եմ, հիմա տղաները պետք է այդան, ու երբ որ երիտասարդները արդեն գտնեն, որ պետք կարիք չկա, հա, իմ կարիքը չկա, այդ ժամանակ ես արդեն չեմ գնա։ Նման բան չի լինի։ Ժամանակը ցույց կտա։ Թիկունքից կպահեք։ Միշտ է փորձառու մասնագետ պետք է։ Իր խորհուրդներով, գիտելիքներով, ինչպես դուք եք անում, մենք էլ ենք նկատել, երբ որ մրցավարեք, դա շատ է օգնում մեր թիմին։ Այդ ամենը ծառայեցնում եք իրենց արդյունքներին։ Վաղ միսօր ուրիշ մրցավար կգա, ավելի լավ կլինի։ Այո, մենք տեղյակ ենք, որ մրցավարներ կան, հան բարձր, շատ բարձր։ Հիմա ես ասենք, եթերով ասեմ, իմ տղան ինձնից շատ բարձր գնահատականներով քննությունը հանձա, on-line հանձա, բայց կգնա կանի, թողնեն ժամանակի թե կասեն, էլ պետք չէ, կթողնենք կգնանք կամ չէ, ուր կգնանք։ Պետք է գնանք, այդ առողջությունը իրոք շատ դժվար է լինում, դրա համար տրիբունայում միջև անում վերջանում են, հետո ամեն մեկը չի զգա ուրախության արդյունքներ։ Էս ուրիշ բան է, իսկականից եմ ասում։ Դա ֆինանսով չի կամ որ հասանք մի բանի։ Մենք տեսել ենք ձեր ուրախությունը, ձեր այդ երջանկությունը օլիմպիական մեդալների ժամանակ, դա հիմա էլ ասում ենք ու հա, դա շատ անգնահատելի է։ Չի զգա դա, դա ամենաբարձրն է։ Եվ հենց ձեր մեջ դա է գնահատը, որ հիմա էլ դուք խոսում եք ու այդ աչքերի փայլով հոգատարություն շատ զգացվում է եւ դա երևում է ձեր ողջ թիմում։ Դե դրանով ապրում ենք։ Եվ ես իսկապես ցավում եմ, որ մարմնամարզությունը ցավոք սրտի Հայաստանում այդքան չասեմ, չգիտեմ ճիշտ բառը օգտագործում գնահատված չի, չնսեմացնելով մյուս մարզաձևերը։ Որտեղ մենք շատ ենք խոսել, որ շատ ենք ուզում հեռուստատեսությամբ ցույց տան, հեռարձակումներ լինեն, որ ավելի մասսայական լինի։ Ներողություն խնդրում, դուք ասեցիք։ Մենք խոսել ենք։ Ցույց տվեցին մարմնամարզություն։ Ցավոք ոչ։ Մենք գոհ միշտ խոսում ենք։ Սպասելիք չկա, չէ՞։ Դե ոչինչ, ինչ անենք, բայց լավ կլներ, որ ցույց տանի 27 թվականին լինելու Եվրոպայի առաջնությունը։ Պետք է պատրաստվենք։ Մինչև այսօր կա օրինակ մարդ ասում է, գիմնաստիկան ասում է արդյունք։ Սարմանում է ինչ արդյունք, որտեղ չեն տեսնում, հա։ Պետք է տեսնեն, որ իրեն հասկանան, ավելի տեսնեն, բայց ասեմ շատ ուժեղ խոսք կա մանրամարության դահլիճները մեր դահլիճ, այնքան ուժեղ խոսք կա։ Տարբեր բաների մարում, տարբեր մարզաձևերի, առողջության շատ բերում են, ճանաչում են, բայց որ արդյունք կա հետո գալիս են դահլիճ նորեն իմանամ, որ ասած արդյունքներ կա, իրա կողքը աշխարհի չեմպիոնն է մանգալի կամ իսմես, կողմնապահություն չեմ ասում, բայց երևի թանկ է մեր բանը։ Մեր մարզաձևը թանկ է կամ այդ ցույց տալը Վերջով մարդիկ գնում են ցիրկ են նայում, հա հաճույք են ստանում, գոնե տենց որ նայում են այդ պտույտները, այդ ամեն ինչը որ անում են, շատ։ Դե դասական մարզաձև է։ Հարգի մարզաձև է նաև ողջ աշխարհում։ Էլիտար։ Երևի։ Ուղղակի որ տեսնեն նաև այդ դժվարությունները կհասկանան, այդ հաշվարկներից կսկսեն պատկերացում կազմել։ Ուղղակի մենք այսպես պատմում ենք, բայց երբ որ քո աչքով ես տեսնում, ամեն ինչ ավելի ուրիշ կերպ է երևում։ Հա, որ լինի դա լավ կլինի, դուք ասեցիք։ Մենք էլ չէ գնացել մեդալներ բերել, ունեց ված չենք պատրաստ։ Չէ, ընդհանրապես ված չենք, 2 արծաթե մեդալ աշխարհի առաջնությունից։ Մենք հիշում ենք Եվրոպան արդեն չենք հաշվում։ Հիշում ենք, որ սկիզբը ոնց է դրվել ու երազեինք ուղղակի այսպիսի արդյունքների մասին, բայց ամեն տարի տեսել ենք ինչպես կարելի է ավելի լավ աշխատել ու հասնել նպատակներին։ Ես նորից ասում, բոլորից շատ շնորհակալ եմ, ում մարդիկ ովքեր հասկանում են, գնահատում, մենք շատ շնորհակալ ենք։ Ու եթե մեկն էլ ինչ-որ մի հարցով մեզի օգտակար ալնում, մենք հիշում ենք, մենք ասում ենք, մենք տեսնում ենք, ժամանակը ցույց տում, մենք անշնորհակալ մարդիկ չենք։ Ձեր շնորհակալությունը ձեր մեդալներն են, մենք ամենաշատը դրանցով ենք որ ուրախացնենք, ովքեր որ գիտեն, ովքեր որ մեր համար հենց այդպես բան են անում, նայում են, ոգևորում են, շատ բաներ կա, շատ։ Իմիջիալոց լրագրողները շատ լավ գիտեն։ Ու գնահատականը ես տենում եմ, ինչ որ եթե մենք արժանի ենք մի բան էլ բարձր։ Այդ տեսա եւ ես ինձ տրեցին լրագրողներ, ասենք, այդ մի բան էլ բարձր էր։ Պարզ ասում եմ։ Ժամանակը կգա
ու ամեն ինչ անելու ենք, պատվադից չենք անելու, այս բառը ասեմ։ Հա, գործով ապացուցել ենք, որ sense հպարտ, որ ասենք խոսքը ունենք, մի բան, եթե լավ բաներ ասում եք, դու կլնեք վստահ ու էլ չասեն, բա ասում էիր, չասեն ճիշտ եք ասում։ Փորձենք ամեն ինչ անենք։ Ինչպես ձեր մրցավարությունում, այնպես էլ մեզ մոտ անձնական համակրանքը մի քիչ կարևոր տեղ ունի։ Այդ շատ կարևոր է։ Շատ շնորհակալ ենք պարոն Սերոբյան, շատ զգացված ենք, որ այսպեսի թիմ եք ստեղծել, այսպեսի մարդ եք եւ մեզ էլ փոխանցում եք այդ դրական զգացողությունները եւ այսօր մեզ հետ այստեղ շնորհակալ։ մեր տաղավարում Եվ սովորեցնում եք հավատալ ու չհանձնվել։ Հա, չէ, հանձնում ենք, կռիվ տվող եք միջակայքը։ Դե այդ նույնն էլ ցանկանում ենք մեր բոլոր հետևորդներին, լսեք այս զրույցը, ոգեշնչվեք եւ հավատացեք ձեզ։ կհանդիպենք հաջորդ շաբաթ։